Ողջույն։ Մենք 6-րդցիներն ենք, այսօր կխոսենք բուսական խոհանոցից։ Ինչով է բնորոշվում բուսական խոհանոցը։ Մահացած կենդանիների մթերքների բացակայությամբ։ Այո։ Ինչ չեն ուտում բուսակերները։ Միս, ծուկ, թռչնամիս, ծովամթերք կենդանակման ծագումով։ Նրանք կարող են օգտագործել և չօգտագործել կաթնամթերք, մեղր, ձու։ Ինչ են պատրաստում բուսական խոհանոցում։ Հատիկեղեն, ընդեղեն, մրգեր, Բանջարեղեններ, Սերմեր, սոյա, սնկեր, այո։ Ինչ ասել է հատիկեղեն։ Լոբազգիներ, հնդկաձավար, ոլոր, ոսպ, սիսեր, Էլ ինչ են օգտագործում բուսական խոհանոցում։ հացահատիկային բույսերից պատրաստված մթերքներ, ծավար, մակարոնեղեն, ծավարեղեն և շիլաներ, Փխուր հնդկաձավար։ ըստ սննդային արժեքի, կենդանական ծագման մթերքներին փոխարինող են սիսեր, լոբին, բակլա, և սոյարով մթերք, Այո։ լոբազգիները դրանք են սիսերը, լոբի, ոսպը, բակլա, լոբասկիների մեջ նաև մտնում է կակաոյի հատիկները, Այո։ բանջարեղեն են օգտագործում թթվեցրած, թեթև աղդրած, մրգեր, այդ թվում չրեր, ընկուզեղեն և սերմեր, այդ թվում արևածաղկի, դդմի, քունջութի, պնդուկ, հունական ընկույզ և կտավատի սերմեր։ Բուսական յուղերից են արևածաղկի, ձիթապտղի, գետնանուշի, կունջութի, կտավատի և կակաոյի, Այո։ գործում են սնկեր, շամպինյոն, սպիտակ սնկեր, կոճղասնկեր և ականջակալներ։ Այո, ականջակալները եւս սնկեր են, չէ՞։